Հաջորդ հարցը հրապարակ վարական։ Պարոն Փաշինյան, վերջի շրջանում շատ է քննարկվում ԱԾՏ-տնօրենի Բաղդի թաղամասում $1.5 միլիոն տուն գնելու կապված հարցը, ինքը Սիմոնյանը չի պարզաբանում, այնուամենայնիվ դուք տեղյակ եք այդ տնից տան հիմնական մեխանն է, որ $1.5 միլիոն է տունը, ինչպես է ԱԾՏ-տնօրենը այն ձեռք բերել, ինչ միջոցներով է ձեռք բերել, կարծում եմ սա հանրության համար հետաքրքիր տեղեկատվություն կլինի։ Եվ մեկ հարց էլ ներկուսակցական ձեր քարոզարշավի շրջանակում մի քաղաքացու ասում էիք, եթե պարզվի, որ նա Արցախյան պատերազմի չի մասնակցել, դա հետևանք է ունենալու, եթե ստի, հա, պարզվի սուտ է ասել ձեզ, սուտ էր ասել, ճշտեցիք, եթե այո, հետևանք ունեցավ, թե ոչ։ Դե սուտ էր ասել, այո, ճշտեցինք, հետևանքն են, որ հրապարակային ասինք, որ ստախոս է, սուտ է ասել։ Դե ինչ իրավական հետևանք։ Այսինքն նկատի ունենք հետևանքն են, որ դուք հիմա հարցնում եք, ես ասում եմ, այո, պարզել ենք բոլոր այդ թվում երկրապահ կամավորական միության բազաներով եւ չկա նրա անունը որևէ մասնակցության, ոչ ՊՆ-ով, ոչ բան։ Որ անկեղծ ասեմ, չեք հավատա, բայց ես ձեր ասած առաջի հարցի մասին առաջին անգամ եմ լսում։ Հենց նոր առաջի անգամ լսեցի, որ ասում եք քննարկվել է, համենայն դեպս, բայց լսեցիք, կհասկանամ։ Բնական չէ, նախ կփորձեմ պարզել դա իրականություն է, թե իրականություն չի։ Եթե կպարզվի իրականությունը, հաջորդ հարցը։ Որտեվ հիմա ես էլ եմ բնակարան ձեռք բերել կառուցվող շենքից եւ հայտարարագրել եմ եւ ֆինանսական աղբյուրներ ցույց եմ։ Չէ, այդքան չի։ Բայց ասում եմ, ձեր արծածը դեռ պետքա պարզվի եւ պարզաբանվի։ Առաջի անգամ եմ ես լսում նման բան։ Բառացիորեն առաջի անգամ։